պապիկս և մամաս են ուզում եթալ։ Վերջի վարգանին տունը ծախել են ու մի անգամից վերջի կարավանով Հայաստան են գնացել։ Իսկ Մարսելյան, որ նավը մեզին տանելու համար ոստիկանները չէին թողում, որտեղ ասում են երեխաները, որ Ֆրանսիա ծնվե, չեն թողում եթալու, փող են տվել ու անցկացրել են։ Ես էի և քույրիկս Մարին, 3 տարից ինձ փոքր էր։ Մյուս եղբայրը նավի մեջը ծնվավ, հաղթանականունը դրին, Հայաստան գնացինք, Հայաստան կաթից թույնավորվեցավ, ու դենց մահացավ այնտեղ։ Հայաստան որ հասանք, Մալաչա գնացինք ուղիղ, որտեղ մալաչացիները, ամերիկացի հայերը Մալաչայի համար փող էին տվել, որ մալաչացի եթե Հայաստան, դրանց տուն տան։ Այն ժամանակ որ գնացին, կոլխոզի կողմերի տները տվին այնտեղ սարկված։ Դեպի ուր որ հիմա Մալաչայի հիվանդանոցն այն ժամանակ Վանապատ էր այնտեղ։ Ոչ լավ էր սենյակ կար ու ուրիշ բան ինչ պտելի այն ժամանակ, ամեն ինչը սև շուգա էր, ծախում են ապրանքները, որ ապրեն։ Հացը սև հաց էր, հիշում եմ, այդ սև հացով խաղալիք ենք սարքում։ Առաջի դասարանը սկսա եթալ ընդեղ Մալաչայի դպրոցը։ Այսինքն դպրոցը սաց տունի մեջ էր մի հատ։ Մենակ հիշում եմ, երբ որ թաղի մեջը սև ավտոնում որ գալիս էր, ասում են սև ավտոնում որ գալիս է, սա լուսամուտները, տուրները փակում, ներս են մտնում, դուրս չեն գալիս։ Վախում են, որ ասում են Սիբիր պիտի տանեն։ Չէ, չտարան, մենակ պապայից 7 օր բայցին թողեցին։ Արաքսի սամանի մոտ որ գնացել են այնտեղ տուն առնելու, հետ գալու ժամանակ բռնեցին։ Ոչ բան չկարծան ասելու, դրա վրա հետո եկավ, հիվանդացավ, վախեցել էր պապաս, հետո սկսավ աշխատել են նորմալ։ Ստալյան գործարանը, դերձը ինքը բան էր, ձևող ցեխներ աշխատում։ Ձևող ցեխը, մինչև ստեղ Ֆրանսա կալը 66 թվին, այնտեղ ձևող ցեխներ աշխատում։ Ես էլ նույնը այնտեղ էի աշխատում, օժանդակ բավոր, հետո չաշխատա, թաղայինները գալիս է, ասում էին, որ ինչի չես աշխատում, ասում էի, թուղթերս հարցումները բանը Ֆրանսայի պետք է տանք, դրա համար, չէ պետք է աշխատես, երբ որ պասպորտ ունեցա, այստեղ գալու ժամանակ թաղայինը ասեց, որ այստեղ թուղթը սորագրի, չէ քեզի քաջարան ակցոր կտանենք, ասում եմ Ֆրանսիայում է տալու թուղթեր, պասպորտս բանս կա, չի ասում, փողոք կա, պետք է սորագրես, չէ քաջարան կտանենք։ Որպես պետք է աշխատեմ 15 օր հետո, որտեղ 6 ամիսը չի աշխատում։ Որ չես աշխատում, ասում էր ոնց է կապրում։ Ես մինչև 7-րդ գնացի գիշերային դպրոց, աշխատում էի գործարանում, օժանդակ բավոր, պապայից մոտը։ Ֆրանսայի Մոնտե Կարլո ռադիոից էին լսում կողդուկից ձայնը, Ամերիկայի ձայնը, որ բանը կար, ռադիոն որ միացնում էին, ինձ դուրս էին անում, ասում են 4 կողմը տունի, 4 կողմը մանարի, որ մեկը չլսի։ Այն ժամանակը փոքր ես է դուրս ֆռմ էի 4 կողմը։ Որ Ստալինի ժամանակ եթե լսեն բան, Սիբիրի ճամփեների ժամանակ։ Բաբիկս ուրախ չէր, որտեղ աղբորը կռիվ էր անում։ Իր աղբերը 47 թվին էր Հայաստան եկել Մալաչա, երբ որ ասել էր նամակի մեջ կգրես ոնց է իրանց իրար պաղոր բան էին տվել, նամակը չէր ղրգել։ Աղբերը դրա համար նեղացել էր աղբորից, դու գիտեիր ինչի ինձ խավարը չարիր, որ չկանք։
Պապաս շատ լավ էր, տերցագեր, 3 հարգանի տուն ուներ, ամեն վիճակը շատ լավ էր։ Աշխատում էր, բաներ անում, մամաս ընտանիքի բանը ինձի քրոջս էր նայում, տատիկս, պապիկս լավ ապրում էին։ Պապիկս էր, ասում էր եթանք Հայաստանը, հայրենիքը, մամայիս հետ, ոտե մամաս, որ պանոցում է մեծացել ստեղ։ Իրա պապան թողեր է Մարսիլիա քրոջը, հայկական եկեղեցի մոտը, աղբոր հետը, երբ որ գնացել է հասպան մուրալու կատ բերելու աղբորը տալու պստիկայղը, եկել աղբերը չկա, արդեն տարեր էին, բայց եկեղեցի մեջի մարդիկ գիտեն ով է, հոգեզավակ է, իչե հիմա չեն կարող, ման եկավ շատ չասեցին ուրա։ Քուրը բանում էր ապրում։ Ավինոն պատերազմից էտալուց առաջ գտավ քրոջը։ Ժամանակ երբ որ Քրիստապինոյի մոտ դիմավորեցին բանարին, գնացին ցույցարին առաջ անգամ իրանք։ Այն ժամանակ որոշեցին ասին ով որ ֆրանսացի հայերը կա եկել են Հայաստան, դրանք էբերժմանով բանով կարան հետ է տալու, եթե թուղթեր ունեն։ Առաջ անգամ դիմեցինք 57-58 թվին կարծեմ, մերժեցին 4-5 անգամ, հետո մամաս Մոսկվա գնաց, փախան մտավ ամբասադ ֆրանսական եւ այնտեղ բողոք բան արեց, ասեց ձեր պասպորտները մենք խրգեր ենք Հայաստան, բայց չեն տալիս։ Մեզի տվի պասպորտը խոսք Համարանզանյանը 66 թվի, ապրիլի 14-ին ասին մայիսի 1-ին պիտի գնանք Ֆրանսա, տունը բանը կարեն ժամանակ պետք է ծախեինք, բանանեինք, արդեն առաջվանից ծախեր էին, բանային արև բաբաս։ 66 մայիսի 1-ին Ֆրանսա եկանք։ Եկանք, հետո Լիոն գնացինք, հորակուրիս տունը, ընդեղ էր սաղ բարեկանները, ընդեղ մնացինք, հետո Ֆրանսա, Փարիզ եկանք։ Այնտեղ գործ չգտանք, դժվար էր բաներ, դժվարություններ քաշեցինք, հետ եկանք Փարիզ։ Մամասն համակ էր գրում ամբասադի ֆրանսական բան, ասում են մենք զբաղվում ենք, ասում էին, որ պետք չի սպասեցեք չեն կարա թողել, մերժում էին, ուրիշ բան չեն ասում, մերժում էին մենակ։ Ովին է մերժում, Կնազյանը, այն ժամանակ Կնազյան էր, որ մոդետում էի, ասում էր, հələ պասպորտ թուղթերը ֆրանսական ամբասադը չի ղրգե ոչ բան։ Եվ միշտ էթում էի, հարցնում էի, էդենց էի, երբ որ Մոսկվա գնաց, բողոք արեց բան, դրա վրա 50 ընտանիք բանը պասպորտ ունեցան, ովիրը թողեց։ Ես բանը գնացի Բելարուսիա, առաջի տարին ղրգեցին Տբրոց-Սվյազի բանը սովորելու համար, մի տարի հետ ընկավ, որ պիտի կանք Ֆրանսա, էլի չեղավ, հետո երկրորդ անգամ ղրգեցին Բելարուսիա, մնացի 8 ամիս, միշտ եղեր այդի։ Երևում էր, եթե մի բան հարցներ կամ գործի տեղը լավ տեղերը չէին թողում աշխատելու։ Մենակ քուրս էր դատարանում աշխատում էր ծանոթի միջոցով։ Բանը, որ դատի ժամանակ կանանավորը, որ խոսում էր բաներ անում, ինքը գրում էր ինչա խոսում բան անում։ Սա զարմանում է, ոնց է Ֆրանսայի հայ այդ գործի մեջ մտե, երիտասարդ աղջիկ 17 տարեկան, միշտ ասել, աղբար շունել ասում էինք։ Հետի այսինքն ամեն ինձի չէին ասում, որտեվ ես միշտ ապարանցի բաների տեղացիների հետ էի միշտ շփում ունեցել, ոչ մեկը չէր իմանում, որ ես ֆրանսացի հայ եմ, բացի ընկերներիցս։ Բացում ես թվն էլանք եկանք ստեղ։
Դժվարություն շատ քաշեցին ծնողները մենք էլ միջև կորս գտնելը, այսինքն 6-8 ամիս չաշխատանք ոչ մեկը։ Շատ դժվարություն քաշեցին սկիզբը։ Բաբայից թուղթերը չտվին, որտեղ մերժեր էր, երբ որ Հայաստան գտար, ասել էր սա բադագությունը չեմ ուզում ֆրանսական։ Որտեղ վետալուց առաջ ինքը ուզել էր խանութ բացի ստեղ Տերցագի, Ֆրանսայում, ասել են դու օտար ես, իրանք չունես խանութ բացելու Ֆրանսայի մեջ այն ժամանակ, պատերազմից հետո։ Բաբան ասել է, օտար եմ ես ձեզի համար պատերազմ արի, զինվոր եղացեզի կամավոր դուսա, այն ժամանակ չասիք ոչ բանի, իսկ հիմա որ ուզում եմ կորս անե խանութ բանը բացելը, ասել են օտար ես։ Ինքը ոտևս տա պատերազմը բանը զինվոր աղը, բաբաս, ծառայելը։ Դժվար է, ամեն ինչը դժվար ով էր հետո, տարիների ընթացքում ամեն ինչը մոռանում ենք։